Արևմուտք բացենք։ Երեխեք local storage-ի հետ կապված հարցեր ունենք, տնային առաջադրանքը ստացվել է, չէ՞։ Հեշտ է ինքը, նայց չի որ թեմա է, local storage-ն ա մեր իմացած, տեսեք երեկվանից, այս երկուշաբթի օրվանից ինչ որ արել ենք, մնացել է, ինչքան էլ բաց է, փակել ենք, ինչքան refresh արել ենք, ձեր մոտ էլ որ նայեք, եթե ինֆորմացիա թողնեք, տենց ինքը միշտ կմնա, ինչը որ չենք մաքրում մենք։ Ուրեմն, էդ էլ մեր local storage-ը։ Դե ինքը հիմնականում այդ test-ովի բաներ անելու համար է, մեկ է փոքր ինֆորմացիաներ պահելու համար է, նախատեսված։ Շատ լավ է, որ ինքը արդեն այդպես տպավորվել է, ուրեմն գնացինք առաջ, ուրեմն այսօրվա թեման երեխեք promise-ն է, հա, promise-ը իրանից ինչ է ներկայացնում։ Promise անգլերենից թարգմանաբար նշանակում է խոստում։ Թե ինչն է իր մեջ խոստում, ինչի համար է ինքը այդ իր անունը ստացել, մենք դա կհասկանանք։ Երեխեք JavaScript-ի աշխատանքի ընդհանուր բնույթը թե ոնց է ինքը աշխատում, ինքը հիմնականում աշխատում է single ձևով, այսինքն single threaded, այսինքն մեկ հոսքով է աշխատում։ Այսինքն ինքը հրամանները կատարում է հերթականությամբ, տենց է ի սկզբանե իր դրվածքը եղել, որ ինքը պետքա հերթականությամբ աշխատի։ Բայց բաներ կան, որ իրան սպասեցնել են տալի, հա, սենց ասենք։ Ուրեմն ինչն են, էդի API request-ներն են, API request-ները զապրոսներն են մեր։ Ուրեմն timer-ներն են, set timeout, set interval ու click event-ներն են։ Ուրեմն, այսինքն գործողությունը կկատարվի այն ժամանակ, երբ որ մեր request-ը, այսինքն request-ը, որն է զապրոսը backend-ից ինֆորմացիա բերելու համար, սենց պատկերացնենք, հա, request-ը։ Ուրեմն դա է։ Ու այդ API request-ները դրանք ասինխրոն գործողություններ են, ու զապրոսները մեր HTTP client-ով կազմակերպում ենք, այսօր մենք անելու ենք Axios-ով զապրոսներ, մինչև որ արդեն Angular-ից հիմնական զապրոսները սերվերի միջոցով կհասկանանք ոնց են անում։ Ուրեմն զապրոսը անում ենք մինչև գնում է backend, մինչև բերում է այդ ծավալի ինֆորմացիան, կախված ծավալից, հա, կարա զապրոսը շատ արագ լինի, բայց եւ արագ լինելով հանդերձ ինքը համենայն դեպս երեխեք նույն level-ի չի, նույն բարձրության չի, ինչ console log-ը ու տենց նմանատիպ ու ֆունկցիաները, console log-ը, սովորական այդ բաները, հա։ API request-ն է առաջինը, որոնք խախտում են այդ JavaScript-ի, այսպես ասած, կանոնադրությունը ու ստիպում են, որ JavaScript-ը անսինխրոն աշխատի։ Ու timer-ները, set timeout, որին տալիս ենք մենք ժամանակ, եթե ժամանակ էլ չտանք երեխեք, ինքը պայլուբում ու աշխատելու է ասինխրոն տիրույթի հետ կապված, մենք հեսանա կարող է գնայինք իրանց աշխատանքը իրանց համակարգողին, իրանց հերթականությունը կազմակերպողին, թե իրանք ինչպես են աշխատում։ Ու click event-ները, երբ որ այդ click-ը կախված է իրականում ըստ պահանջի, ըստ դրվածքի։ Նենց որ ինքը չէր կարա սինխրոն գործողություն լինել, այլ լինելու էր ասինխրոն JavaScript-ի գործողություն։ Այդ ստեղից է գալիս async wait գաղափարը, ուրեմն set timeout-ը ինչ էր անում, set timeout ֆունկցիայի մեջ երբ որ գրում ենք մի հատ ինչ-որ, հա, console log կամ չգիտեմ իր մեջ դրվում էր ինչ-որ մի հատ գաղափար, տալիս ժամանակ 3 վայրկյան հետո ու 3000 ենք տալիս 3 վայրկյան հետո էր անում։ Ինչ է տեղի ունենում։ Այս set timeout-ը գնում է web API, հասկանանք ով միացավ, որ շարունակ։ Հա։ Ուրեմն, երբ որ մենք գրում ենք set timeout, ինքը գնում է web API, այսինքն browser-ն է կարգավորում, հա, այդ ամեն ինչը երեխեք, երբ որ աշխատանքը տեղի ունենում, set timeout ու նմանատիպ ֆունկցիաները գնում են web API։ JS-ը շարունակում է աշխատել։ Հետո, եթե մենք ունենք գրված հետևյալ այս sense ձևի կոդ, հա, ինքը ուր է main.js, ասենք գրված է set timeout,
ուրեմն ստեղ console log-ը արած, որ 3 վայրկյան անց։ Այստեղ բնականաբար ժամանակը տված է 3000։ Սա ոնց է աշխատում։ Set timeout-ը, երբ որ ասենք մենակ set timeout չի գրված, հա, ընդհանուր լիքը կոդեր է գրած, console log-եր է գրած, set timeout-ներ է դրած ու նմանատիպ լիքը բաներ։ Ուրեմն կապված set timeout-ի աշխատանքի հետ, որը որ JavaScript-ին տանում է դեպի asynchron տիրույթ, ուրեմն իր աշխատանքի բնույթը հետևյալն է։ Սկզբից set timeout-ը գնում է web API։ JS-ը շարունակում է աշխատանքը։ 3 վայրկյան անց callback-ը գալիս ընկնում է event loop-ի մեջ։ Ուրեմն, ստեղ երեխեք, եթե ես 3000 վայրկյանը, այս 3000 միլիվայրկյանը չտամ, կապ չունի, set timeout-ը sense թե նենց ընկնելու է այդ բանի մեջ, հա, web API գնալու է, հետո ընդեղից գա event loop։ Ուրեմն, եթե ես իրա սկզբից գրեմ console log, սովորական կոնսոլներ եմ անում, console log ու գրում եմ start, set timeout-ն եմ գրում, set timeout-ից հետո գրում եմ console log, ուրեմն end։ Հիմա միած տեղ ունեմ console log, start, հետո ունեմ console log, կտպի 3 վայրկյան անց ու ունեմ console log end։ Հիմա այս ամեն ինչը, լսում եմ բոլորի կարծիքները, այսինքն, ինչ հերթականությամբ կտպի երեխեք։ Շատ լավ։ Մարդ կա, որ մտածում է ուրիշ ձև է աշխատելու։ Այսինքն վրեժի ասածով չէ, ուրիշ ձև է աշխատելու։ Ուրիշ կարծիքներ։ Վրեժ, ինչի համար կտպի start-ը, end-ը, հետո set timeout-ը։ Հանել եմ այդ 3000-ը ստեղից։ Ով ուրիշ կարծիք ունի կամ, չգիտեմ, ուրիշ ձև է մտածում կամ ունի իր առանձին կարծիքը, որ կարա ասի ու հիմնավորի, դա էլ լսենք, եթե չկան ուրիշ կարծիքներ, անցնենք առաջ, հասկանանք ոնց է տպում։ Всё, 3-ն էլ իրար հետ կտպի։ Երեխեք, վիզուալ աչքի համար, այո, 3-ն էլ իրար հետ կտպի։ Բայց, եթե 3-ն էլ իրար հետ է տպում, ինչի համար էսի մեջտեղում չի։ Չէ, պիտի տպեր start, կտպի 3 վայրկյան անց, հետո կտպեր end։ Ինչի համար է կտպի 3 վայրկյան անցը վերջում տպել։ Այսինքն set timeout-ի մեջի կոնսոլը կատարվել է վերջում։ Ինչի համար։ Ուրեմն, այս հարցի պատասխանի համար event loop։ Իր աշխատանքի բնույթը, ոնց է ինքը աշխատում, երեխեք։ Եկեք մի հատ հասկանանք այս նկարը կարանք մեծ բացենք, եթե չէ, ուրեմն սեն։ Չէ, դա, բացեց։ Ուրեմն, ինչա տեղի ունենում։ Սա JavaScript-ի աշխատանքի մեխանիզմն է։ Երեխեք, այս event loop-ը պատասխանատու է կարգ ու կանոնը պահելու համար։ Event loop գործիքը պատասխանատու է այդ կարգ ու կանոնը պահպանելու համար։ Հիմա, երբ որ ընդհանուր կոդը մենք run ենք տալիս, ուրեմն web API-ս, այս որ գրած է web API, ուրեմն այս հատվածում գալիս ընկնում են ասինխրոն գործողությունները։
Ասինխրոն գործողություններն են։ Set timeout արդեն ասեցինք։ Այդ timer-ի հետ կապված ֆունկցիաները, հա, timer-ները, set timeout, set interval, DOM-ի հետ կապվածները, դրանք click-ներն են, click event-ները ու նմանատիպ event-ները, հա, ասենք, չգիտեմ, input-ի key-up, նման բոլոր event-ները երեխեք DOM-ի ընկնում են սկզբից web API։ Ունենք նաև fetch, fetch-ը իրանից ինչա ներկայացնում, սա զապրոսների հատվածն է, այսինքն AP request-ների հատվածն է, թե ինչի համար fetch, մենք հիմա մի քիչ հետո իրան անդրադառնալու ենք։ Տեսեք երեխեք, գալիս են event loop-ը, կազմակերպումը, որ իրանք գնան web API։ Ուրեմն call stack-ում, call stack-ը կատարման մարմինն է, որտեղ որ կատարվում է այդ ամեն ինչը։ Ուրեմն callback QA-ը այնտեղն է, որտեղ որ արդեն web API-ից ավարտված, վերջացված, ասենք set timeout-ի 3 վայրկյանն անցել է, ինքը այս web API-ից տեղափոխվում է callback QA ու իր հերթում սիրուն դասավորվում է։ Ուրեմն call stack-ում առանց հերթի հայտնվում են console log-երը, ֆունկցիաները ու logger-ները։ Ուրեմն հիմա ընդհանուր log-երը, այսինքն console log-երը վերաբերում է ընդհանուր log-երին, հա, տպվելու ինչ-որ բաներին, որոնք հենց այդ պահին պետք է ուղղակի տպվեն, alert կլինի, document write-off կլինի, ոնց ուզում է լինի, այդ տպվելու բոլոր այդ ամեն ինչը, ֆունկցիաների կանչերը բանը միանգամից երեխեք կոդի աշխատանքի հետ կապված գնում է call stack։ Event loop-ը web API-ից արդեն, տեսեք, web API-ում, երբ որ իրանց գործողությունը, կոնկրետ անդրադառնանք սրան, set timeout-ը ոնց է տեղի ունենում։ 3 վայրկյանը իր անցավ, ասենք 3 վայրկյան է տված։ Ինքը հելնում է callback QA, event loop-ն է կազմակերպում իհարկե այդ ամեն ինչը, ինքը ստե պատրաստ կանգնած է։ Տեսնում է հենց callback QA-ում հերթի մեջ տեղ կա, ասում է բարձրացի վերև, բարձրացի ասում է ստե սպասի, քեզ կկանչենք։ Այ հենց դրա համար է, որ set timeout-ը կարա 3 վայրկյան իրան տանք, բայց ինքը 5 վայրկյանից արտապատկերի ինչ-որ console log կամ չգիտեմ իր մեջի գրված մարմինը։ Ուրեմն event loop-ը հենց set timeout-ին տեսնում է, որ իր 3 վայրկյանն անցել է, ասում է հելի ստեղ callback QA-ի մեջ քո հերթում կանգնի։ Ու իրանք բոլորը ենթարկվում են event loop-ին։ Հետո DOM-ի հետ ոնց կարա աշխատի։ DOM-ում հենց մի հատ click է լինում, երեխեք հերթականությունը կապ չունի, set timeout-ը կարա լինի 10 վայրկյան տված, ինքը 10 վայրկյանում հələ սպասի, event loop-ը տեսնում է, որ DOM-ի click է եղել, այս DOM-ին ասում է բարձրացի ստե, շուտ, ասում է կանգնի քո հերթի մեջ, ես քեզ կասեմ, դու երբ գաս ստեղ։ Կամ fetch-ը, ասենք չգիտեմ, DOM-ում էլ այդ click-ը չի եղել, fetch-ը իր զապրոսը գնացել է backend-ից, դատան վերցրել, բերել է իր գործողությունը տեղի ունեցել, event loop-ը ասում է, վсё, դու պատրաստ ես, արի callback QA-ի մեջ, քո հերթի մեջ խելոք կանգնի։ Երբ որ event loop-ը տեսնում է, որ call stack-ը դատարկվել է, այսինքն բոլոր կոնսոլները, բոլոր ֆունկցիաները իրանց գործառույթները կատարել են, բոլոր տպելու գործընթացները տեղի ունեցել, ստեղից այս առաջի հերթի կանգնածին գցում է call stack, որպեսզի կատարվի։ Ու այս ցիկլին անընդհատ ինքը հետևում է երեխեք։ Այսինքն հստակ հիշում ենք, event loop-ը համակարգողն է այս ամեն ինչի։ Web API-ում հայտնվում են ասինխրոն ֆունկցիաները, set timeout, click-ներ, click event-ներ, հիշենք այտենց DOM-ը, ու fetch-ը, զապրոսները հայտնվում են web API-ում։ Web API-ից հետո, երբ որ իրանք արդեն պատրաստ են աշխատանքին, երբ իրանք իրանց տրված ժամանակը կամ իրանց դրա վրա դրված event-ը արդեն կատարվել է, կամ զապրոսը վերջացել է արդեն, իրանք հայտնվում են event loop-ի հսկողության ներքո, հայտնվում են callback QA-ում։ Ուրեմն callback QA-ում սպասելուց հետո, event loop-ը երբ տեսնում է call stack-ը դատարկվել է, իրանց ըստ հերթականության, ըստ իրանց շարվածքի, հերթականությամբ գցում է call stack ու իրանք էլ են կատարվում։ Ոչ մի ասինխրոն գործողություն ավելի արագ չի կարա կատարվի, քան այս call stack-ի մեջի console log-երը ու ֆունկցիաները։ Առաջնահերթ կատարվում են դրանք։
որովհետև իրանք անսինխրոնության հետ ընդհանրապես կապ չունեն։ Դրա համար էլ, երբ որ գրել ենք console log start, console log end ու իրանց մեջտեղում գրել ենք set timeout, այս հերթականության մեջ երեխեք, այս console log-երը միանգամից գնացել էին call stack այստեղ, իսկ մեր set timeout-ը կապ չունի, որ իրան ժամանակ չէր տրված, ինքը event loop-ի հսկողությամբ գնացել էր web API, ստեղ ընկել էր, առանց վայրկյան կորցնելու միանգամից արդեն ասել էր ես պատրաստ եմ, ինձ ժամանակ չկա տված, event loop ասել էր դե ուրեմն հելի ես հերթի մեջ կանգնի։ Հելել էր ես callback QA-ի հերթի մեջ կանգնել էր, ստեղ են երկու start-ն ու end-ը եղել էր, event loop-ը տեսել էր, որ շուտ դատարկվեց, գործողություն շատ չկա անելու, ասել էր շուտ անցի call stack, անցել էր ու միանգամից տպվել էր։ Բայց եթե ժամանակային առումով տայինք, այս set timeout-ը կգար ստեղ, կանցներ 3 վայրկյանը, ինքը արդեն պատրաստ կներ, 3 վայրկյան հետո նոր կանցներ callback QA, եթե ստե դատարկված լիներ, միլիվայրկյանների հաշիվ է, թռնելու էր ստե այս բանում, հերթում արագ կանգներ, event loop ասեր ստե էլ ազատ անցի, շուտ անցնելու էր այս հերթի մեջով էլ արագ գար տպվեր։ Այսինքն, եթե մեր գրած ծրագիրը ծանրաբեռնված չի ֆունկցիաներով, console log-երով, ուրեմն ասինխրոն գործողությունները իրան ժամանակային, կոնկրետ այս դեպքում set timeout-ը, իր ժամանակի ավարտից հետո, այսինքն ստեղ գրված ժամանակի ավարտից հետո, միանգամից կհայտնվի ուրեմն call stack-ում ու կարտապատկերվի արդեն մեր համար նախատեսված վայրում։ Դա կլինի console log, դա կլինի, թե HTML-ում ինչ-որ միտեղ, ինչ-որ մի արտապատկերում լինի։ Երեխեք պարզել ես աշխատանքի բնույթը։ Event loop-ն է կառավարում, սա հիշում ենք, այս երկու սլակները որ կա, event loop-ն է, ինքն է այս ցիկլի ընթացքը կառավարում։ Web API-ում բնականաբար ասինխրոն ֆունկցիաներն են ընկնում, callback QA-ը հերթի մասն է, որտեղ որ հերթում ենք անգնում, եւ call stack-ը կատարման մարմինն է, որտեղ որ արդեն ընկնում են ու կատարվում են, վերջնական իրանց արդյունքը ցույց են տալի։ Ուրեմն հենց սա է պատճառը, որ մեր set timeout-ը տպեց վերջում, որովհետև իրան լինի ժամանակ տրված, թե լինի ժամանակ չտրված, ինքը sense թե նենց մի անգամ մտնելու web API-ի մեջ, հետո callback QA-ի մեջ, նոր հայտնվի call stack-ում։ Ուրեմն, promise-ը ինչ է իրանից ներկայացնում երեխեք։ Promise-ը ոնց ասեցինք, ինքը խոստում է։ Ինքը մեզ խոստում է տալիս, որ կկատարի, դա կկատարի լավ ուղիով, թե վատ ուղիով։ Դա մենք արդեն կհասկանանք։ Promise-ի մարմինը, երեխեք, նախ առաջինը, մենք հայտարարում ենք մի հատ փոփոխական ու հավասարցնում ենք իրան new promise-ին։ Ուրեմն, մեր new promise-ը, երբ որ արդեն գրվում է, ինքը արդեն համարվում է անսինխրոն գործողություն։ Ուրեմն, մենք կախված այդ բանից, ինչ անուն է, երկու ուղի գոյություն ունի։ Այս պարագայում այդ երկու ուղիները ընտրում ենք մենք։ Գոյություն ունի resolve ու reject։ Ուրեմն, resolve-ը մենք համարում ենք, որ լավագույն դեպքն է, այսինքն մեր ուզած դեպքն է։ Իսկ reject-ը մենք համարում ենք, որ վատ դեպքն է։ Ու ըստ դրա էլ, երբ որ promise-ը կատարվում վերջանում է, մենք պետք է անպայման promise-ին լսենք։ Այսինքն լսելը ոնց է լինում, երեխեք։ Երբ որ promise-ը կատարվում վերջանում է, մենք մինչև չդնենք կետ then, դա ծրագրավորման մեջ համարվում է, որ promise-ը մեր կատարվել է, բայց մենք իր գործընթացին չենք լսել, այսինքն ուշադիր չենք եղել։ Հիմա դրա գրվածքը հետևյալ ձևով է։ Ուրեմն, գրում ենք let promise, կարանք անունը ուրիշ բան էլ տանք, ուղղակի promise ենք դնում։ Գրում ենք հավասար է new promise,
Հակագծի մեջ գրում ենք function ու գրում ենք resolve։ Սա մեր resolve-ն է, ուրեմն։ Հիմա իրա մեջ կգրենք set timeout function ուրեմն let result, որը որ հավասար է մի հատ զանգվածի, որը ունի 1, 2, 3, 4 ու 5 արժեքներ։ Ու ստեղ ասում ենք resolve հակագծի մեջ result։ Set timeout-ին կտանք ժամանակ 3 վայրկյան ու հասկանանք ստեղ ինչ կատարվեց։ Ուրեմն ստեղծվում է պրոմիս։ Պրոմիսի ստեղծումը տեղի ունենում հետևյալ ձևով։ Հայտարարում ենք փոփոխական, երեխեք, ու հենց գրում ենք new, ուրեմն բոլորս գիտենք, որ ստեղծվում է պրոմիս։ New promise, որը որ մի հատ ֆունկցիա է, որի մեջ կա resolve փոփոխականը, որը որ դրսից ինքը ստացել է։ Այսինքն ֆունկցիային փոխանցվող արժեք։ Resolve փոխանցվող թե դրվող ֆունկցիայի արժեքը, որը իր փակագծերի ներսում կա։ Ու set timeout-ի մեջ ունենք մի հատ զանգված, ու այդ զանգվածը resolve-ի միջոցով փոխանցեցինք։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ստեղծվում է պրոմիս, 3 վայրկյան հետո resolve-ը, այս result տվյալը փոխանցում է։ Թե ինչպես մենք դա ստանանք, ոնց այդ ամեն ինչը ստանանք։ Ստանալու արդյունքը։ Հիմա դա ենք գրում։ Գրում ենք promise, այսինքն այն փոփոխականը, որը որ հայտարարել ենք։ Գրում ենք promise get then այստեղ երեխեք արդեն գրում ենք մեր փոփոխականն ենք գրում data կարային գրենք resolve, բայց հիմա գրում եմ data, որ հասկանանք, որ այտենց տիպիկ հենց կոնկրետ բառերով կարանք չգրենք։ Ուրեմն ստացանք data-ն ու console log ենք անում մեր data-ն։ Սա երեխեք զապրոսների հիմքն է։ Մենք կամացից գնում ենք, թե ոնց պետքա զապրոս անենք ու հասկանանք, որ իր տակից, այսինքն ինքը հետ է վերադարձնում մեզ պրոմիս։ Ուղղակի այս պրոմիսները իրանք ոնց որ ավելի շատ գործառույթունից դուրս են եկել ու հենց այդ զապրոսների տակից էլ fetch է աշխատում ու իր տակից լիքը պրոմիսներ, հա, զապրոսների հետ կապված։ Ուղղակի քանի որ գտել են ավելի արագ, արդյունավետ, ավելի չխճճող բաներ, հա, գործիքակազմ, դրա համար է պրոմիսը ժամանակավոր դուրս է եկել, բայց պրոմիսի մասին պետքա իմանանք, որպեսզի հասկանանք տակից ոնց է աշխատում։ Հիմա այստեղ ստեղծվեց պրոմիս այս հատվածում։ Պրոմիսը ստեղծվեց, պրոմիսը մեր անսինխրոն գործողությունը ստեղծվեց, բայց մեր պրոմիսին ոչ մեկ չի լսում։ Պրոմիսին լսելու համար, ուրեմն իր արդյունքը իրանից քաղելու համար մենք պետքա գրենք պրոմիսի անունը get then ու գրենք փոփոխականը։ Ստեղ մեզ resolve-ն է գալիս, ստեղ նստում ու console log ենք անում։ Resolve-ի միջոցով է result-ն ենք մենք բանարել, հա, փոխանցել։ 3 վայրկյան հետո մեր դատան եկավ հասավ մեզ։ Մեր դատան զանգված էր, որը մենք փոխանցել ենք resolve-ի միջոցով ու ներքևում promise get then այս գրվածքի միջոցով մենք կարողացանք ստանալ արդյունքը։ Արդյունքը մենք ստացանք 3 վայրկյան հետո, քանի որ ինքը գրված էր set timeout-ի մեջ։ Հիմա եկեք մի հատ resolve reject-ով գրենք, հա։ Resolve-ը լավագույն դեպքներ, reject-ը վատագույն։
Եկեք մի հատ երկու դեպքով էլ գրելով մի հատ օրինակ գրենք, հա։ Ուրեմն, գրում ենք let promise, որը որ հավասար է new promise, new promise, ու ի տարբերություն այն ֆունկցիաներին, երեխեք, promise-ը իր գույնը փոխում է։ Promise, ուրեմն, ստեղ բացվեց փակագծերը, միանգամից գրում եմ resolve, ստորակետ, reject, resolve-ն ու reject-ը, ուրեմն, ստեղ գրում եմ set timeout, ուրեմն, let success-ը, հավասար է, թող լինի true, այսինքն բուլյան արժեք։ Հիմա ստեղ ասում եմ, եթե success-ը կա, շատ պարզ օրինակ է, երեխեք, եթե success-ը կա, ուրեմն ասում եմ resolve արա, okay։ Հակառակ դեպքում reject արա, այսինքն բուլյանը չկա, success-ը չկա, reject արա, error։ Ու աշխատի 2 վայրկյան հետո։ Promise-ը վերջանում է, պետքա promise-ին լսել։ Այսինքն գրում եմ promise get կարամ սենց գրեմ promise get then ուրեմն resolve, այս ներքևում արդեն կարամ կարճ գրեմ, երեխեք, տարբերություն չկա, երկու բան ունի, հա, ինքը տարբերակներ ունի, resolve, reject, պարտադիր չի, որ ես վերևում երեխեք ամբողջական եմ գրել, ուրեմն ներքևում էլ եմ պարտավոր նույնը գրելու, կարամ շատ հանգիստ իրան կրճատ կամ լրիվ ուրիշ անվանումով գրեմ, get then եմ անում, resolve-ը, որտեղ ասում եմ console log արա, console log res-ը, այս res-ը տպի, հետո, հիմա այս res-ը տպելուց բացի, Ստե մի հատ էլ է բան պետք փակագից, ջել է, չէ, ես էր, պետք չի, հիմա ստե տակից գրում եմ get catch, catch-ն է reject-ի տարբերակն է, rege-ը, երեխեք, կամ catch ենք անում error, error-ը, հա, տարբերություն չկա, ուրեմն գրում ենք console log error, բայց դուք էստե հիմանով կետ ստորակ է, ուրեմն ստեղծեցինք մի հատ promise խոստում, որտեղ ասեցինք, որ կամ resolve ունի, կամ reject, set timeout-ի մեջ փաթաթեցինք մի հատ պայմանի հատված, որտեղ բուլյան արժեքից կախված ասում ենք, եթե success-ը կա, ուրեմն resolve-ա, իսկ եթե չկա, ուրեմն reject-ա, այսինքն եթե true-ա, բնականաբար resolve կլինի, իսկ եթե չէ, ուրեմն reject, լավագույն ուղին, եթե մտնում է, հակառակ դեպքում վատագույն ուղին, դրսում մենք պարտավոր ենք լսենք get then ու get catch, օքը տպես, որովհետև ինքը true է, իսկ եթե գրեմ ստեղ false, բնականաբար կտպի error-ը, սա շատ պարզագույն օրինակ է, երեխեք, promise-ի շատ բարդ ու բան օրինակներ էլ կան,
Բայց հələ սկզբնական սա, ուրեմն։ Հիմա, եկեք հասկանանք, թե ինչ կլինի հետևյալ դեպքում, հա, ուրեմն, եթե ունենք մի հատ console log, ուրեմն, մի հատ start, ունեմ մի հատ set timeout, ուրեմն, մի հատ set timeout ունեմ, որտեղ ժամանակը ստեղ կտամ 0, սա նույնն է, որ ընդհանրապես ոչ մի բան չկա, console log, կգրենք set timeout, պեզի պարզ լինի, ուրեմն, console log start-ը ունենք, set timeout-ը ունենք, իրա ներքևից կգրենք promise get resolve get then որտեղ console log կանենք ու կգրենք promise, սա է promise, այստեղից էլ դուրս կգամ ու console log կանենք end հիմա ստեղ ոնց ինչ հերթականությամբ կտպի, կտպի բնականաբար, քանի որ promise-ն էլ է ասինխրոն, տպելու է start, end, հետո տպելու է promise-ը, հետո տպելու է set timeout-ը, գնանք համոզվենք, start, end, promise, set timeout, error-ը նոր եկավ, որովհետև ինքը ժամանակ էր իրան տված, երեխեք, ինչի համար է լինում promise-ը, նոր հետո լինում set timeout-ը, promise-ը համարվում է microtask, իսկ microtask-երին առաջնահերթություն է տալիս JavaScript-ը, իսկ set timeout-ը համարվում է macrotask, ուրեմն հիշում ենք, promise-ը համարվում է microtask, իսկ set timeout-ը համարվում է macrotask, ուրեմն promise-ի միջոցով ու յուրաքանչյուր ասինխրոն գործողության միջոցով երեխեք մենք հասկանում ենք, այ հիմա նոր պարզ է դառնում, թե JavaScript-ի կոդը ինչպես ու երբ է աշխատում։ Հասկանում ենք, թե մեր callback-ը երբ է հետ գալիս ու հասկանում ենք մեր QA-ները։ Ուրեմն, ու այս promise-ը համարվում է զապրոցների համար նախատեսված շատ հետաքրքիր նախաբան։ Այ իրանից հետո, այս promise-ներից հետո, նոր արդեն հանգիստ կարանք խոսանք զապրոցների մասին, թե ոնց է լինում զապրոցները։ Երեխեք, այդ backend-ի հետ կապված, մենք ունենք մի հատ test-տվի տիրույթ, որտեղից մենք անում ենք ու բերում ենք մեր զապրոցները սիրուն դնում ենք։ Ուրեմն, քանի որ մշտական չկա որպես այդպեսին կազմակերպված backend ու կա test-տվի տարբերակներ, JSON placeholder-ը կոչվում, իրա մեջ կան database-եր, որտեղից էլ մենք կարանք սնվենք։ JSON placeholder ենք գրում, type-ի կոդ, ու երբ որ իջնում ենք ներքև, իրան ստեղ կան, տեսեք, JSON placeholder comes with a set of 6 common resource։ Այսքան ռեսուրս է ինքը մեզ տրամադրում, որտեղ կան post-եր, comments-ներ,
albums-ներ, photos, today's users։ Ինչ են իրանք իրանցից ներկայացնում։ Ասենք մեր user-ները։ Երեխեք, տված է user-ը, որը որ մի հատ մեծ զանգված է, իր մեջ տրված է item-ներով, հա, տրված է, ունի ID, ունի name, ունի username, ու նմանատիպ 10 հատ user-ի օրինակ է տված։ Այսինքն դու կարաս քո զապրոսը անես ու ստեղից ստանաս։ Ունենք comments, 500 հատ է տրված, to do, photos, albums, այս ամեն ինչը նախատեսված է, որպեսզի մենք կարողանանք զապրոսներ անենք։ Ուրեմն, մեր համար JavaScript-ում երեխեք, զապրոսների հետ կապված ամեն ինչը կազմակերպվում է Axios-ը։ Axios-ը դա HTTP կլիենտ է, այսինքն HTTP կլիենտը իրանից ինչ է ներկայացնում։ HTTP կլիենտը, երեխեք, մի հատ սերվիս է, որը սարքված է զապրոսները կատարելու համար։ Իրա մեջ կան մի քանի տեսակի զապրոսներ, որոնք մենք անցնելու ենք հաջորդ դասին, բայց եկեք խոսանք։ Ուրեմն, կա get, կա post, կա put, patch ու delete։ Ուրեմն, մենք այսօր ստանալու ենք, այսինքն մենք get ենք անելու, հետագայում արդեն մանրամասն կխոսենք մնացածի մասին։ Ուրեմն, Axios-ը գրադարան է, որը որ մենք պետքա միացնենք մեր կոդին։ Ուրեմն, հիմա այստեղ կգրենք Axios lib gslib, չէ, html։ Ուր է Axios-ի lib-ը։ Երեխեք, ոնց որ script-ն ենք կպցրել, տեսեք, head-ի մեջ կբերենք կկպցնենք։ Այս lib-ը։ Նկատեցիք։ Կեք հետ գնանք, տեսեք head-ի մեջ բերել են, script-ով կպցրել են։ Սա Axios-ի համար է։ Սա բերում է մի հատ գրադարան, որը որ մեզ հնարավորություն է տալիս գրելու զապրոս։ Այսինքն մեր զապրոսները մենք կազմակերպելու ենք Axios-ի միջոցով։ Սա այս lib-ը, երեխեք ջան, մեր Axios-ը բերում է այդ Axios-ը browser, որտեղից ենք մենք տվյալները վերցնելու։ Տվյալները վերցնելու ենք, ասեցինք արդեն, JSON placeholder-ի միջոցով։ Հիմա տանենք սա կպցնենք, index.html ենք գնում, head-ի մեջ դնում ենք մեր script-ը ու կպցնում ենք մեր Axios-ը։ Ուրեմն, եկեք առաջի զապրոսը կազմակերպենք։ Հիմա գնում ենք main.js, ուրեմն, promise-ները կոմենտում ենք ու զապրոսը կազմակերպում ենք։ Ուրեմն, երեխեք, գրում ենք Axios get, get-ով ես ուզում եմ ստանամ։ Հակագծի մեջ գրում ենք, ուրեմն, մեր ուղին, թե որտեղից ենք զապրոս անելու, ուղին վերցնում ենք հետևյալ տեղից, գնում ենք JSON placeholder, մտնում ենք users ու երեխեք ջան, այստեղից մի հատ կլիկ անելով, տեսեք ոնց ենք անում։ Հիմա սենց է, չէ գրած JSON placeholder get type-ի կոդ get.com/users։ Մի հատ կլիկ ենք անում, երկրորդն էլ ենք անում, բերում է HTTPS-ով։ Այս անոր կոմենտում ենք, բան ենք անում, copy ենք անում ու տանում ենք դնում ենք Axios get, փակագծերը բացվել է, փակվել է ու իր ներսում կան չակերտներ։ Չակերտների ներսում ստավից ենք անում, դնում ենք, Ctrl-V ենք անում, դնում ենք, երեխեք։ Ու որպեսզի մենք իրան լսենք, պետք է գրենք get then, որ սենց մեր տողը շատ երկարանալով մինչև վերջ չգնա, տակից գրում ենք get then ու ասում ենք, ուրեմն response։
ու իր տակ ասում ենք console log response-ի get data data-ով է ինքը գալի։ Ուրեմն, ինչ ենք ստանում, response-ի data-ն array-ա ու իր մեջ գրված է user-ներ։ Եկեք մի հատ հասկանանք, ուրեմն, բերեց, իսեք, այս բեկից ստացված ինվորմացիա է, ուրեմն, Լիանե գրահամ ու գրած է, Ervin Hovel, այս ամեն ինչ է, երեխեք նայեք գրած է ստեղ, street, company, email, name, այս նույն Լիանե գրահամ, ստեղ Ervin Hovel, սրանք նույն user-ներն են, տեսեք, Լիանե գրահամ, Ervin Hovel ու բոլոր 10 user-ներին ինքը վերցրել բերել է։ Այսինքն մենք կարողացանք կազմակերպել մի հատ զապրոս, որի միջոցով կարողացանք գնալ և վերցնել բերել երեխեք ջան այդ ինվորմացիան ու արտապատկերել արդեն մեր մոտ։ Արդեն այս response-ի միջոցով այդ ինվորմացիան մեր մոտ է։ Երեխեք եկեք մի հատ էլ response-ը հասկանանք ինչ է իրանից ներկայացնում, console log response, ուրեմն, response-ը երեխեք մի հատ մեծ օբյեկտ է, որտեղ երբ որ բացում ենք, ինքը ստանում է, երեխեք, ուրեմն, transitional adapter, ուստեղ ամեն ինչը գրված է, բայց քանի որ իր մեջից պետք է որպեսզի մենք վերցնենք data-ն, headers, request, տեղ ասում է, սա ոնց է տեղի ունեցել այդ ամեն ինչը, իր մասին պատմող ինվորմացիա է, բայց իր prototype-ը object է, որպեսզի մենք իր մեջից վերցնենք data-ն, որը որ մեզ հետաքրքրում է, ինքը հենց գալիս է data-ի միջոցով, քանի որ օբյեկտ է, ես տեղ գրում եմ console log response get data ու ստանում եմ data-ն, որպեսզի իմ աշխատանքը հետագա լինի data-ի հետ։ Հիմա ոնց անենք, որ դա ցույց տանք մեր դոմում ցուցադրենք։ Ուրեմն, եկեք index-ի հետ HTML-ի մեջ ունենանք մի հատ div, որի ID-ն կդնենք app։ Ուրեմն, մեր div-ը փակվեց։ Հիմա ես գալիս եմ main.js-ում, վերցնում եմ այդ div-ը, user zapros-ը կա, լավ, ստեղ response-ից արդեն կփոխարինեմ։ Ուրեմն, գրենք let app-ն հավասար է document get element by id app։ Հիմա վերցրեցինք, Zapros-ը անում ենք, երեխեք եկեք Zapros-ի մասին մի հատ էլ անդրադառնանք։ Գրում ենք Axios, Axios-ը գրադարան է, որի մեջ կան get-ը, սենց չի բերում, մի րոպե, մեծ գրադարան է, որի մեջ կան այդ Zapros-ները, օրինակ get-ը պատասխանատու է գնալ վերցնել բերելու ու այդ ինվորմացիան քեզ տալու համար։ Հետագայում թե դու դա կտպես, թե ուղղակի չես էլ միանա, բայց քանի որ երեխեք ինքը գրվում է get den, ուրեմն սրա վերադարձվողը մեր համար promise է, ու promise-ին մենք լսում ենք get den հրամանի միջոցով։ Հիմա ստեղ լավագույն տարբերակը մեր համար response-ն է, այս console log data-ն մաքրում եմ, արդեն գիտեմ ինչ եմ ստանալու, ու ստեղ գրում եմ արդեն երեխեք let users, որը որ հավասար է response-ի get data-ին, այսինքն սա վերագրում եմ users-ին, հիմա այս իմ users-ի վրա for each եմ ֆռում, for each,
Array-ը մեր users-ն է։ Users get for each ստեղ ասում ենք user ինչ անենք, մի հատ քարտ ստեղծենք, որպեսզի մեջը լցենք։ Ուրեմն let քարտը հավասար է, ով կասի ոնց կարող եմ էլեմենտ ստեղծել։ Մի հատ div էլեմենտ եմ ուզում ստեղծեմ։ Հիմա ինչ գրեմ։ Մինչև այդ բա ինչ գրեմ մանաջան։ Ինչ get element, get create element որտեղ եմ ուզում ստեղծեմ։ Հա։ Ուրեմն պետք է գրեմ document, չէ՞։ Get create element, ճիշտ է, create element-ի միջոցով ենք ֆայլ ստեղծում։ Create element։ Գրեմ սա ձեռով element create element ու փակագծի մեջ ասում եմ թե ինչ էլեմենտ եմ ուզում ստեղծեմ, օրինակ ուզում եմ ստեղծեմ div։ Իսկ ոնց կարամ style-եր տամ այս իմ էլեմենտին JS-ում։ Օրինակ card, չէ՞։ Օրինակ border։ Ճիշտ է։ Հավասար է։ Ճիշտ է։ Ապրես։ 1 pixel solid ու black։ Card get style get padding հավասար է 10 pixel։ Հետո գրում ենք card get style get margin 10 pixel։ Հետո իր մեջի պարունակությունը բա ոնց եմ գրում։ Իրա ինչն էր դա։ Իրա text content-ը չէ, այն մյուսը։ Հա, ուզում եմ իրա մեջ ինչ-որ բան լցեմ արդեն։ Ուզում եմ user-ի name-ը, email-ը, address-ը ու city-ն լցեմ իրա մեջ, այսինքն պետք է իրան card get ինչը, իրա ինչն էր, որ իրա մեջ ինֆորմացիա ենք կարում տեղադրենք, ստեղծված էլեմենտի մեջ ինֆորմացիա լցենք, ինչի միջոցով։ Չէ։ Իններ HTML-ով ենք լցում ու գրում ենք հավասարա, քանի որ իրա մեջ կարանք tag-եր էլ գրենք, չէ։ Դնում ենք tag շակերտները ու արդեն իրա տակից գրում ենք։ Ուրեմն h3-ի մեջ կգրենք $, ձևավոր փակագծեր, user get name, h3, հետո p-tag-ի մեջ կգրեմ email-ը, $,
user get mail pen փակում եմ եւ USB-ի մեջ գրում եմ city $, ուրեմն user-ի եկեք հասկանանք ինչ ձևով, հա, այդ ինֆորմացիան գալու, իրոք response get data-ն for each-ից, մինչև for each է, երեխեք ջան, console log կանենք users-ը, ուրեմն ինչն է գալիս, email-ը գալիս է, իսկ city-ն լինում է address-ի մեջի city-ն, այսինքն ես գրել եմ user-ի get address get ուրեմն city այսինքն ու հետո նոր pen կփակեմ ու հետո նոր այս իմ div-ի մեջ եմ դնելու իսկ div-ի մեջ դնելու համար երեխեք ջան որ հրամանն էի օգտագործում եթե ուզում եմ app-ի մեջ դնեմ այս div-ի մեջ ուրեմն գրելու եմ app get ինչ արդեն create եղած էլեմենտը որ ուզում եմ դնեմ ինչ append child ու ասում եմ որ այն էլեմենտի անունը ինչ ուզում եմ որ append child լինի այդ իմ էլեմենտի մեջ Սիրուն քարտեր ստացանք ստացվեց ձեր մոտ Հələ սենց պահեմ, սենց գրի վրեզ ջան Կաղա չես վերջացրել ու չի լինում Ինչ առաջի տող Ինչ ա գրած Սենց չի գրած doc type HTML Կաղա սկրիպտը ուրիշ տեղ ես միացրել head-ի մեջ ես դրել Լե HTML-ը ուղարկի մեկ է JS-ը Այս JS-ում լինի մենակ այսքանը գրած մնացածը comment ա ծրնել լավ Այս մնացած վերևի այս սաղ պրոմիսները comment ա Երեխեք մնացածի մոտ ստացվել ա Եթե հələ չեք ավարտել գրեք այս մասը անպայման այս ապրոսի հատվածը Ինչա
Հա, հա, Էրիկ ջան, ասա։ Եղեք սկրիպտը դնաց է նորմալ բերե կպցրել եք ստեղ, այսա, հələ դու էլ ուղարկի նկար Էրիկ ջան, նայ։ Երեխեք ձեր մոտ էլ, հա, տենց բերում։ Հա, հա։ Բերեջ, լսում ես, Axios get-ից հետո, երեխեք ես Axios get-ը որ կա, սրանից հետո, ոչ թե դնում եք նորից, lib-ն եք դնում կպցնում, լրիվ ուրիշ բան է էսի, JSON placeholder, որտեղից որ մենք backend-ի URL-ն է, որտեղից որ մենք զապրոսը անելու ենք, ոչ թե սա ես բերում դնես, վրեժ, լրիվ ուրիշ բան է, էսի գրադարան ես կպցնում սրանով, այս մասում, Axios get որ գրել ես, ստեղ դնում ես այս հատվածում, դնում ես այս լինքը, որ ինքը գնա այդ լինքից, բերի ինվորմացիան, մի րոպե, տես, ուրեմն, JSON placeholder ես գնում, ու յուզերների համար, եթե ուզում ես լինի, գրել ես դու ես JSON placeholder-ը, դե գրի, հակում ենք լրիվ, այս lib-ն է, ստե բացում ես, գրում ես JSON placeholder, ու գնում ես JSON placeholder get type-ի կոդ get com, որ մտնես տեղ կասես,
Հիմա իջնում ես ներքև, տես ես, որ իջնում ես, որ գոյություն ունի resources, տեսար, մտնում ես users, այս տակից, users, որ դեմը 10 users-ը գրած, մտի, հետո գալիս ես այս վերևի հատված, որտեղ գրած է JSON placeholder get type-ի կոդ users, սենց խփում ես մի հատ էլ ես կլիկ անում, հենց բերում է HTTPS-ով, արդեն սենց, հենց բերի կասես, հիմա բերեց, չէ, էսի copy ես անում, copy, ու տանում ես, այս Axios.get-ը, որ գրած է փակագծերի ներսում, string-ի ես չակերտների ներսում, փոխարենը քո գրածի դնում ես սա, այսենց, որ գրած լինի, get.com/users, երեխեք սա ուղին է, տեսեք էսի այդ կայքն է, որ ասում է https JSON placeholder get type-ի կոդ get.com, սա domain-ը, որի zapros-ը ստեղով է գնում, սա backend-ի domain-ը, ասենք, test-ըվի դրած, ուրեմն գրում ենք slash, ասում ենք մենք հայտնվել ենք այդտեղ, բայց ուզում ենք քո users-ներին, ու ինքը էսի URL-ը, որի միջոցով մենք կարողանում ենք zapros-ը անենք, մի հատ արա ու նորից ասա, type-ի կոդ get, բայց նկարեց, դրանք warning-ներ են, դրանք էջ, reparse is not defined, մի րոպե, impromise, reference error, այս որ տեղա տալիս, 113-ում, վերևում get-den ես արել, ստեղ, response ես արել, ստեղ, պետքա գրես response, կամ եթե response ես գրել, response պիտի մնա, ստեղ ուզենամ կարամ գրեմ gata, այսենց, ինչ ուզենամ կարամ գրեմ, եթե դու ստեղ գրել ես response, հիմա քո 113-րդ տողում ասում է, այս let users-ը, որ գրել ես, ինքը հավասար է reparse չէ, response-ի get data-ի, այս գրածիդ get data-ի, որտև դա ես ստանում դու, պարզեր, Էրջան, այսինքն, հա, հիմա տես, որ ավելի ճիշտ պատկերացնես, այս response-ը այն ինվորմացիան է, որ մենք ստացել ենք backend-ից, այսինքն այն զանգված բանը, օբյեկտն է, որ մենք ստացել ենք, հիմա այս օբյեկտի մեջից, քանի որ մենք ստե գալիս ենք, նայ, ստե մի հատ console log ենք կախում, գրում ենք response, միշտ, երեխեք, երբ որ backend-ից zaпрос ենք անում, մի հատ տպում ենք այդ zaпрос-ից ստացված դատան, թե ինչ ենք ստացել, օրինակ մեր response-ը, երբ որ ես get-den եմ գրում, կամ get-subscribe եմ գրում, այդ դեպքում ես response եմ ստանում, այս response-ը պարտադիր console log եմ անում, որպեսզի ես տեսնեմ, թե backend-ից ինչ եմ ստացել, հիմա տեսեք, երբ որ ստեղ refresh եմ անում, ստեղ գալիս է, backend-ից ստացել եմ, հետևյալ օբյեկտ է, այս մեծ օբյեկտը, ես մի հատ բացում եմ այս օբյեկտը, ու սկսում եմ ուսումնասիրել, հիմա այս օբյեկտի ներսում կա config, կա data, կա headers, կա request, ուրեմն, request-ը ասում է, թե ոնց ես բան արել, կա status կոդ, երեխեք, մի քանի status կոդեր կա, ուրեմն, այս status կոդերից 200-ից մինչև 300-ը, դրանք OK status կոդեր են, այսինքն իրանք գալիս են կանաչով, երբ որ ես գամ ստեղ network, ու տեսեք, user-ները, ստեղ network, գալիս եմ network, երեխեք ջան, ու ստեղ նայում եմ,
user-ների համար zaпрос-ա գնացել։ Preview-ով ես ստացել եմ, իսկ console log-ի մեջ ես ունեմ data, որն էլ ինձ հետաքրքրում է ստեղից։ Այսինքն այս իմ response-ի կետ data-ն է ինձ պետք։ Դրա համար ես վերցնում եմ դա ու լցում եմ, տեսեք իրա կողքը գրած է, որ ինքը array է, զանգվածի տեսքով է։ Դրա համար ես այդտեղ հայտարարում եմ մի հատ փոփոխական զանգված let users, որին էլ վերագրում եմ response-ի get data-ն։ Այսինքն այս զանգվածը վերցնում եմ ու տալիս է մեզ users-ին, որ ամեն անգամ չգրեմ response get data, վերագրում եմ մի հատ փոփոխական ու դա տալիս եմ իրան։ Արդեն նոր users-ի վրա for each եմ ֆռում ու div եմ ստեղծում, այդ div-ի մեջ սիրուն գրում եմ այս ամեն ինչը։ Հարցեր։ Դե արեք վերջացրեք, էսի։ Լավ, եկեք ես edge-ի վրա թողեմ, որ վերջացնենք։ Երեխեք, մարդ կա, որ չի գրել վերջացրել։ Բոլորս գրել ենք, բոլորիս մոտ ստացվել է։ Վրեժ, Միլենան տենց է չմիացավ, հա, փաստորեն։ Հա, դե լավ է։ Լավ ինքը գիտի։ Ուրեմն, էսի զապրոսների մասով երեխեք։ Ուրեմն, այս զապրոսի արդյունքում մենք ստանում ենք promise։ Դրա համար է գրում ենք get den։ Ուրեմն,
response-ն ենք ստանում ու արդեն response-ից տպելուց հետո մենք արդեն ստեղից ինֆորմացիան քաղում ենք, թե արդյոք մեզ որն է պետք ու այդ որը մենք պետքա վերցնենք ու օգտագործենք։ Մի անգամ տպելով response-ը կհասկանանք, որ իր մեջ հիմնականում երեխեք ջան լինում է data-ն, Ուրեմն իր մեջ հիմնականում մեզ որպես պետքական ինֆորմացիան լինում է data-ն։ Մի վարք ներեք։ Վերցնում ենք data-ն ու ստեղից էլ արդեն ինչ է մեզ պետքա նկարում ենք։ Արդեն մեր իմացած մնացած մեթոդներով։ Այսինքն մեր զապրոսի համար JavaScript-ում երեխեք ջան, Axios գրադարանի միջոցով ենք դա կազմակերպում։ Դա get-ի միջոցով մենք ստանում ենք։ Մնացած Axios-ի մյուս մեթոդները, post-ը, put-ը, patch-ը ու delete-ի մասին մենք հələ կծանոթանանք։ Ուղղակի չեմ ուզում ծանրաբեռնեմ ու իմաստել չկա, հələ որ այսքանը, այս զապրոսների հետ կապված։ Եկեք մի հատ է զապրոս անենք post-երի մասով, հա։ Ուրեմն, ստեղ ունենք նաև ոչ միայն user-ներ, այլ post, 100 հատ post ունենք։ Ուրեմն, post-երը user ID-ներով դրած է, user ID նույնն է, ոնց որ բոլորի դեպքում, ID-ները տարբեր են։ Հիմնականում ինֆորմացիաները երեխեք դրվում են back-end-ում ID-ներով, հիմնական ինֆորմացիաները դրվում են ID-ներով։ Եկեք այս post-երի զապրոսն էլ անենք, մեր մոտ մի հատ դնենք իր title-ը ու body-ն, հա, այս երկու մասերը կանենք ու արդեն կարանք 5 հատը դնենք, կարանք շատ դնենք, չգիտեմ, կարանք իրանից երեխեք եկած մեր ինֆորմացիայից մենք արդեն կարանք ինչքան մեզ պետքա կտրենք այդքանն է դնենք։ Փոխենք post զապրոսով, լավ, եկեք այս զապրոսը մի հատ փակենք, բացի այս app-ից, ասա վրեժ ջան, ասա ինչ է։ Ինչ։ Որ երորդ ինչն ենք։ Copy անենք, հեսա կասեմ։ Մենակ այս let app-ն թողեք, երեխեք, որ այս HTML-ից բերված մեր div-ն է։ Հիմա ստեղով զապրոսը կգրենք։ Ուրեմն, նորից գրում ենք Axios get, որ get ենք անում միայն։ Փակագծերը բացում ենք, իրար հետ գրում ենք։ Ուրեմն, բացում ենք մեր ճակերտները։ Հիմա գնում ենք, քանի որ մտել ենք post, մի հատ կլիկ ենք անում այս վերևում, երբ որ մի հատ ենք անում, HTTPS-ով բերում է, այս հատվածը նոր վերցնում բերում ենք։ Բերում դնում ենք այս string-ի ճակերտների մեջ։ Post-երը վերցնում ենք։ Հիմա գնում ենք, քանի որ վերադարձնում է promise, ասում ենք then։ Then-ը դնում ենք, հակագիծն էլ ենք դնում, ասում ենք response-ն անուն։ Հիմա էլ կարճ ենք գրում։ Ընդհանրապես տարբերություն չկա։ Կարամ data գրեմ, կարամ res գրեմ, ինչ ուզեմ կարամ գրեմ երեխեք, անունը կապ չունի։ Ուղղակի կամ գրվում է response, կամ գրվում է data։ Հիմնականում response ենք գրում։ Հիմա ուզում ենք, որ շատ ինֆորմացիա տենց չբերենք, լսենք, եկեք մի հատ console log անենք մեր res-ը, հասկանանք, թե ինչ ենք ստացել։ Ուրեմն, ստեղից ստացել ենք, նորից, էլի data-ի մեջ է պահված։ Data-ի մեջ պահված է 100 հատ արժեք։ Ու ինքը ամենայն, էլի array-ա, տեսեք, user ID նույն ինֆորմացիան եկե ստացել ենք 100 հատ։
Քանի որ այդ 100 հատն է մենք չտպենք, երեխեք եկեք ուրեմն slice-ի միջոցով այդ ամեն ինչը կտրենք։ Հիմա այս տակից կգրեմ ուրեմն res get data get slice ուրեմն 0 ստորակետ 5 կամ 7, չէ, լավ 5 թողնենք 5, որի վրա էր for each կֆռամ for each array-ը արդեն ստացանք get for each այս էլեմենտի մասում կգրեմ post, քանի որ post-ի մեջից եմ ստանալու մի անգամից արդեն for each-ի մեջ կգրեմ post, որպեսզի իմ համար պարզ ու հասկանալի լեզվով լինի այս ամեն ինչը ու այս արդեն իր մարմնի մեջ կգրեմ, որ կստեղծեմ մի հատ div նույն վերևի պրինցիպով let div-ը հավասար է document get create element ու կասեմ, որ ուզում եմ, որ ստեղծվի div div-ի get inner HTML-ը հավասար է դնում եմ tag ճակերտները ներքևում գրում եմ ուզում եմ, որ h4-ի մեջ լինի post-ից get title-ը ուստեղ հակում եմ h4 ու հետո p-ի մեջ էլ գրում եմ post-ից get body app-ի մեջ get append child եմ անում իմ div-ը որպես այդ 100 ինվորմացիան է չլներ երեխեք օգտագործեցինք զանգվածի մեթոդներից որը slice է կտրեցինք 5 հատը վերցրեցինք ու իր title-ն ու body-ն սիրուն տպեցինք div-երի մեջ div-երին style չտվեցինք, բայց արդեն ստեղ գրում ենք p-ի մեջ գրել ենք մեր body-ն h4-ի մեջ է գրել ենք մեր title-ը Այսինքն մենք որ ինվորմացիան ուզենանք երեխեք ընդամենը կարանք մտնենք սրանց մեջ մեզ comments-ներն է հետաքրքրում մտնում ենք դա ենք վերցնում տեսեք email-ներ ունեն այստեղ հիմա albums-ները albums-ների մեջ ինչ կա user ID title ու սա է բերում այս albums-ներն ուրեմն նկարները URL-ներով նկարները տալիս է բայց այս URL-ները իրականում ոնց որ չի աշխատում, դրա համար եթե մենք ուզում ենք, երեխեք մի հատ այդտեղ կա կոչվում է բան, dummy.json ուրեմն dummy.json-ում էլ, dummy.json-ն էլ է իրանից նման բան ներկայացնում, որտեղից կարաս զապրոցները տանես, product-ներ, քարտեր, post-եր, users-ներ ու այս սաղ զապրոցները ստեղից լինում է product-ի մեջ օրինակ կա բան, նկար կա thumbnail-ի մեջ է պահած մենք զապրոցները երբ որ այս սովորելու process-ում այդ զապրոցները կատարում ենք dummy.json-ի միջոցով
որովհետև այնտեղ նկարների բազա հաստատ կա, իսկ JSON placeholder-ի URL-ը ոնց որ չի լինում, որովհետև մի քանի անգամ փոխանցել ենք, կամ thumbnail-ով պետք է նորից փորձենք, որ այս նկարների հատվածը դրվի։ Եկեք մի հատ այս սրանցից մեկը փորձենք։ Չի կարում կարդալ։ Ուրեմն հիշում ենք JSON placeholder-ի միջոցով թեստովի տեղը, որտեղ database-եր են պահած, ու մենք կարանք այդ զապրոցները անենք, մեկ է տրված է dummy JSON-ի միջոցով։ Ուրեմն, այսօր երեխեք ջան անցանք, ուրեմն promise-ները, որոնք որ խոսում էին JavaScript-ի ասինխրոնության մասին, որտեղից առաջ եկավ այդ գաղափարը, խոսեցինք event loop-ի իր աշխատանքի մասին, թե ոնց է ինքը աշխատում, ու խոսեցինք զապրոցների մասին։ Զապրոցները տեղի ունենում Axios գրադարանի միջոցով, որի ուրեմն script-ը բերեցինք, կպցրեցինք index.html-ում, այս script-ի միջոցով է ինքը աշխատում։ Եթե սա չլինի, իր գործառույթը կդադարեցվի։ Ոնց էր JS-ը մենք կպցնում ենք, չէ, script-ի միջոցով։ Նույնն էլ այս մեր Axios գրադարանը։ Այս գրադարանի ներսում արդեն գրված է այդ զապրոցների get-ը, post-ը, put-ը, patch-ը ու delete-ը։ Մենք այս անգամ օգտվել ենք get-ից, բայց հաջորդ դասին արդեն կծանոթանանք մնացած մեթոդների հետ ու իրենց առանձնահատկությունների հետ։ Ուրեմն get-ի միջոցով հետևյալ ձևով էր ինքը աշխատում։ Գրում ենք Axios, մեր գրադարանի անունը get, իր մեջ կա մեթոդ get, որը որ ինֆորմացիա է վերցնում իրան տրված URL-ով։ Դնում ենք ստեղ URL-ը, արդեն սրա մասին խոսել ենք, թե որտեղից ենք վերցնում։ Ու հետ վերադարձող ինֆորմացիան, քանի որ promise էր, դնում ենք get-den-ի միջոցով լսում ենք, վերցնում ենք response-ը ու մի անգամ տպում ենք հասկանալու համար, թե ինչ ինֆորմացիա, ինչ data ենք մենք ստացել backend-ից, ու արդեն հասկանում ենք response-ի մեջից մեզ ինչներ պետք։ Մեզ երկու դեպքում էլ այս անգամ պետք եկավ data-ն։ Կարող է հետագայում իրական պրոյեկտի վրա աշխատելուց դուք response-ը ստանաք ու ձեզ լրիվ ուրիշ բան պետք է դա վերցնեք անեք։ Բայց հիմա մեզ պետք էր data-ն, դրա համար մենք ուսումնասիրեցինք response-ը մի հատ կոնսոլի մեջ, հասկացանք, որ մեզ պետք է data-ն, վերցրեցինք data-ն ու արդեն data-ի մեջից որը որ ուզեցինք, արդեն նկարեցինք։ Կարա երեխեք այս բանը, response-ի data-ն գա ինֆորմացիա, որ վերցնեք, իր հատուկ բաղադրիչները նկարեք ինչ-որ table-ի մեջ, այդ table-ի մեջ նոր ցույց տաք այդ table-ը user-ներին։ Կարա լինի table-ով, կարա ուղղակի իրանից վերցնեք մի հատ ինֆորմացիա կամ մի անուն ինֆորմացիա, ասենք չգիտեմ, data-ի get title-ը պետք լինի, կամ տենց հաջորդական լիքը բաներ պետք լինի։ Կարա մի բանը պետք չլինի կամ ամբողջը պետք լինի, հենց որ կախված խնդրից արդեն վերցնում եւ օգտագործում ենք։ Սա զապրոցների վերաբերյալ event loop-ի գաղափարն էլ հասկացանք։ Այսօր էլ չենք ծանրաբեռնի, եւ նոր թեմա չենք անցնի, որպեսզի ամեն ինչ լավ հասկանալի լինի։ Զապրոցների հետ կապված էլ երեխեք ու promise-ների հետ կապված էլ տնային առաջադրանքներ կան։ Всё, создать задание։ Այս արդեն դրեցինք, արդեն տնային առաջադրանքները հասանելի է Classroom-ում։ Անպայման կանեք հարցերի դեպքում։ Երեխեք, այս Classroom-ում որ դրեցի տնայինը, ուրեմն իր հետ մի հատ նկար եմ ուղարկել, որ այս երկրորդ հատվածի Axios եմ գրել ու երկրորդ ենթահատվածը, հա, ինքը տնայինների, երրորդի մեջ այս կից ուղարկված նկարը, հա, refresh-ի նկարն է, ոնց որ այս սլաքի նկարն է, հա, դա եմ ուղարկել, ու ասում է search input-ի կողքին ավելացնել կից ուղարկված նկարը փոքր չափով, այսինքն այդ նկարը կամ կքաշեք, կամ սովորական refresh icon եք գրում, գնում եք այդ icon-ը քաշում եք, դնում եք, հետի այդ մասով։ Նոր բան չենք անցնի, զապրոցները արեցինք, կարաք տունն է ձեր համար փորձեք, JSON placeholder մտնեք, չգիտեմ, ստեղ ալբոմսներով անեք, հա, այս զապրոցները Axios-ով գրեք, դնեք այս URL-ները, բոլոր զապրոցները անեք, կամ վերցնեք ID-ները, արդեն վերցնեք հասկանաք, թե ինչ է գալիս, հա, data-ի միջոցով, response-ը ինչ եք ստացել, ըստ response-ի ձեզ ինչն է պետք,
կետ դատանապետք, ուրեմն կետ դատան եք վերցնում ու օգտագործում եք։ Այդ ամեն ինչը ձեր համար նորից կանեք, դասը անպայման կնայեք, տնայինները կանեք, կհանդիպենք երկուշաբթի օրը։ Այսօրվա համար այսքան է։ Տեսություն։